Հուլիսի 14-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ոստիկանության Արագածոտնի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկայ էին ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության գործառույթներին վերաբերող հանցագործությունների մասով արձանագրվել է նվազման միտում։ Հաշվետու ժամանակահատվածում դրանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22%-ով, 168-ից հասնելով 131-ի։ Ընդգծվել է, որ կիսամյակի ընթացքում սպանության դեպք չի արձանագրվել։ Աճել են մարդու դեմ ուղղված պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, նվազել են բնակարանային գողության եւ խարդախության դեպքերը։ 2026 թվականի 6 ամսվա ընթացքում համայնքային ոստիկանության աշտարակի բաժնում գրանցվել է 486 հանցագործություն, բացահայտվել 436-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բացահայտման ցուցանիշը նվազել են մարդու դեմ ուղղված, աճել սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության ապարանի բաժնում գրանցվել է 140 հանցագործություն, որից 117-ը բացահայտվել է։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 83.6%, նվազել են մարդու, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել սեփականության դեմ ուղղվածները։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի սպասարկման տարածքում հաշվետու ժամանակահատվածում հրազենով հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։ Գրանցված 102 հանցագործության դեպքերից 87-ը բացահայտվել է։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 68.8, իսկ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները 73.9%-ով։ Բաժնի ծառայողները վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմել են արձանագրություններ պետական դրոշի օգտագործման կանոնների, չթույլատրված վայրերում ծխելու, հասարակական կարգի պահպանման կանոնների եւ այլ խախտումների վերաբերյալ։ Բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակը անցած կիսամյակի ընթացքում բացահայտել է հանցագործության 40 դեպք։ Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 35539 որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4239-ով պակաս։ Ճանապարհատրանսպորտային պատահարներով զոհերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել, աճել է մարմնական վնասվածք ստացածների թիվը։ Ոստիկանության գվարդիայի աշտարակի պետական պահպանության բաժնի պետը ներկայացրել է ծառայության հիմնական արդյունքները, ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։ Նրա խոսքով ցուցանիշի աճը ծառայության տարբեր ուղղություններով իրականացված հետևողական աշխատանքի եւ օպերատիվ համագործակցության արդյունք է։ Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար նախարար Սարգսյանը նշել է, որ առաջին կիսամյակի արդյունքները ընդհանուր առմամբ բավարար են, սակայն արձանագրված մի շարք միտումներ պահանջում են առավել նպատակային, հետևողական եւ արդյունավետ աշխատանք։ Արփինե Սարգսյանը անդրադառնալով հանցավորության շարժընթացին հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ հետախուզական միջոցառումները քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ, շեշտելով, որ նման ցանկացած դրսևորում պետք է արժանանա ոստիկանության արագ, համարժեք եւ անզիջում հակազդմանը։ Նախարարը հանձնարարել է սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման դեպքում ապահովել իրավապահ բոլոր մարմինների անհետաձգելի արձագանքն ու համակարգված համագործակցությունը դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտման եւ օրենքով նախատեսված պատշաճ իրավական ընթացքի ապահովման նպատակով։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է նաեւ հետևողական պայքար իրականացնել տնտեսական բնույթի հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ, մասնավորապես ակտիվացնելով հանքարդյունաբերության ոլորտում վերահսկողությունը։ Անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնակցության դեպքերին, Արփինե Սարգսյանը շեշտել է, որ անհրաժեշտ է միջգերատեսչական մակարդակում առավել ակտիվ ջանքեր ներդնել։ Նախարար Սարգսյանը կարևորել է համայնքներում պարեկների ակտիվ ներկայությունը, ընդգծել, որ կանխարգելիչ ծառայությունը պետք է լինի առավել տեսանելի եւ հասանելի նաեւ բակային տարածքներում։ Նա հանձնարարել է հանգստի սեզոնի ընթացքում ուժեղացնել ծառայությունը եւ մշտական վերահսկողություն ապահովել հանգստյան գոտիներում։